Գյումրին շրջանցող մոտ 2,5 կիլոմետր ճանապարհն արդեն մի քանի օր է բիտումով է պատված։ Պարզվում է ճանապարհաշինարարը Մերձմոսկովյան ընկերությունն է բիտումը փռել ճանապարհի ողջ երկայնքով մեկ ու հեռացել։ Ընկերության տնօրեն Արամ Ադամյանը պնդեց՝ սխալմունք է եղել։ Որոշ հատվածում պետք է բիտում անեինք, որպեսզի նորից վրեն, որտեղ թույլ հատված էր, նորից շերտ անցկացնեինք, սակայն մեխանիզատորը սխալվել է ամբողջ երկարությամբ արել։ Իսկ սխալի հետևանքը այդ ճանապարհով երթևեկող մեքենաներն են քաշում ու թաղի բնակիչները, որոնք մի մայթից մյուսը չեն կարող գնալ։ Երեք ճամպեն անցնելուց կբեի ուլիցի մեջտեղն էի մնացել։ Արևին էսպես եղել, հով եղանակից պես չէր։ Հա։ Պահի մի ոնց եք, մեքենան չի փչացնում։ Չգիտեմ, ես իմ գերեվից։ Ամենաձևս փակ մեքենա չէ։ Էս լույսում է, բայց Չգիտեմ, ով է արել, բայց ապանքեն արել։ Մենք մայթով կերտանք ու կանք։ փողոց չեք անցնում։ Փողոց չէ։ Որ Ասենք անցնեք, կբենք կմնանք։ փորձել եք անցնել։ Չէ, կվախենամ մազուտ է։ Մի մայթից մյուսը ես էլ փորձեցի մի կերպ անցնել։ Ճանապարհի ամբողջ երկայնքով ասֆալտի շերտ շինարարը չի անցկացնելու միայն այն հատվածներում, որտեղ թերություն կգտնեն, իսկ այն հատվածներում, որտեղ ասֆալտի փոխարեն բիտում են փռել, շինարարը ոչինչ էլ չի պատրաստվում անել, վստահ են, հարցը կլուծվի առանց իրենց մասնակցության։ Հենց մեքենաների անցում տարածում են, սա կվերանա։ Այսինքն մեքենաները վնասվեն, հա, Չեն վնասվի, չեն վնասվի։ հա։ Չեն վնասվի։ Նու կարող է մի քիչ ավելի շատ ասֆալտապատենք, քան մենք նախատեսել էինք։ Ճանապարհը 3 տարի առաջ է կառուցվել, պետական բյուջեից 500 միլիոն դրամից ավելի գումար է հատկացվել, բայց 3 տարի է վերջնական ակտ չի տրամադրվում ու շահագործման չի ընդունվում։ Ճանապարհային դեպարտամենտից Ազատությանը փոխանցեցին, որ հիմնանորոգման աշխատանքները թերություններով են կատարվել եւ այդ պատճառով չեն ընդունել։ Եթե կապալառու կազմակերպությունը պատշաճ կերպով չվերացնի թերությունները, կնախաձեռնվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ։ Պայմանագրի խզում, սև ցուցակ, երաշխիքային գումարի բռնագանձում հիմնական գործիքակազմը սրանք են շինարարին պատժելու։ Գյումրու ավագանու ընդդիմադիր ԿՊ խմբակցության ավագանու անդամներից Վահան Դավթյանն էր 3 ահազանգով տարածք հասել։ Չգիտեմ, սա պիտում է, թե ինչ ուրիշ նավթամթերք լցրել են ամբողջ փողոցի երկայնքով, սովխոզից մինչև երկաթգծի նորովան։ Եվ տեսեք պատկերը, այ տեսնում եք ինչ հաստությամբ, սա չգիտեմ, պիտում անվանենք պայմանական, թե ինչ են արել։ Ես ինֆորմացիա ունեմ, որ ստեղ ճանապարհային դեպարտամենտը խնդիրներ է տեսել եւ ճանապարհը ոնց որ թե չի ընդունում։ Եվ սա ինչ որ քայլեր են էժանագին, որպեսզի ցույց տան, աճ խապեն, որ այսպիսի լավ ճանապարհ են սարքել, որպեսզի ճանապարհային դեպարտամենտը ընդունի։ Չգիտեմ, սա ինչ է, ով է սրա պատասխանատուն։ Ավագանու ԿՊ խմբակցության նորանշանակ քարտուղար Էդգար Բաղդասարյանը ասում է, փողոցի բիտումապատման հարցով թակելու են բոլոր դռները։ Սրա մասին պատրաստում ենք դիմենք բոլոր լիազոր մարմնին, ովքեր որ զբաղվում են այս հարցով, եւ միանշանակ բարձրաձայնելու ենք եւ ստանալու է իր համապատասխան պատասխանը շինարարի կողմից կատարված աշխատանքին։ Սա լուծում համարում է։ Սա լուծում չի կարող լինել, միանշանակ ոչ։ Ինչ է նշանակում կատարված վերջացրած աշխատանքի վրա բերել լցել պիտում։ Իսկ թե շինարարն ինչու է թերություն հայտնաբերելու համար այս տարբերակն ընտրել, ասում է այլ տարբերակ չկար։ Ուղղակի մեխանիզատորը հատվածականի փոխարեն փողոցի ամբողջ երկայնքով է արել։ Ես առաջի անգամ Չէ, մենք մագերեսային մշակման համար ենք ելել, մենք նայենք թե ինչ կլինի։ Մենք նայենք, փորձարկում ենք սա առայժմ, էլի ոնց ենք անելու, որպեսզի ավելի լավ լինի։ Առաջի անգամ եք այս տարբերակը փորձարկում։ Չէ, ինչու Մախուրյանի մեջ այս տարբերակը նախատեսված է մագերեսային մշակման տարբերակ։ Մագերեսային մշակման տարբերակ։ Բայց ոչ ամբողջ ճանապարհի Ոչ ամբողջ ճանապարհի երկարությամբ, բայց սխալմամբ ինքը ամբողջ երկարության վրա է բանարել, ոչինչ թե մի քանի օր հետո Երևա թե եթե որևէ տեղ, որևէ դեֆեկտ եկավ, այդ մասում կանցկացնենք, նորից շերտ կանցկացնենք։ Այսինքն պիտի ասֆալտապատվի։ Նորից կանցկացնենք, եթե թերություններ առաջանա։
Ճանապարհային դեպարտամենտն ըստ շինարարի գալու է տեսնի թերությունները վերացված են թե ոչ, նոր ընդունի շահագործման։ Ճանապարհի համար մրցույթով շահած գումարը շինարարին դեռ չի փոխանցվել։